Opel քշողներին չեք սիրում, Yashik քշողներին չեք սիրում, Brabus քշողներին չեք սիրում, Range Rover քշողներին չեք սիրում, բալավ դուք ում եք սիրում, ում, այսինքն Opel քշողը կարելի ասել միջին խավ չի, կամ միջին խավին մոտա աղքատներին չեք սիրում, լավ, միջին խավին չեք սիրում, հարուստներին չեք սիրում, լավ դուք ում եք սիրում, ում եք դուք սիրում, էլի, ով է, ասենք բանը, ձեր հերոսը, ով է, ձեր հերոսներն ովքեր են, խոսքը ուղղում եմ մեր իշխանություններին, ինչու, որովհետև այս վերջին ելույթը Գյումրի այսպես կոչված դրամահավաքի ժամանակ, պատկերացրեք մարդիկ գնում են Գյումրի, որ դրամահավաք անեն, ասենք, ինչ, եթե չլինի իշխանություն, չլինի ադմինիստրատիվ ռեսուրս, այդ հեքիաթ է, ուղղակի հեքիաթային բան է, բայց լավ, պատկերացնենք դրամահավաք ա եղել, օքեյ, շատ լավ։ Ինչ եմ ուզում ասեմ, այս ամեն ինչը, այս ելույթները, որ Range Rover-ին խեի բախի, Range Rover-ը հին էր, այդա շահարկեց ընդդիմությունը, բան շարակողներից մեկը կամ շարակել, որն է, ես ուղղակի այդ ժամանակ ասել եմ, որ ես եմ եղել, ես ասել եմ, որ Մյունխենում անվտանգության կոնֆերանսում JD Vance-ի ելույթից հետո այլ բան չի մնացել, որ գրել, որ Range Rover ենք հետ բերել ապօրինի։ Ինչու, որովհետև JD Vance-ի ելույթը նրա մասին էր, որ այն Եվրոպան, որտեղ ուզում են Հայաստանը իբր գնա այդ կեղծ արշավը, որ իբր որ ձևավորված էր, այդ ամեն ինչը ավարտված է։ Եվ հետեւաբար այդ որ մի հատ թեզը կորչում է, այդ թեզի կորուստի արդյունքում ի՞նչ է պետք անել։ Հետ գնալ հին թեզերին, հին, ասենց ասած, այն պլաստինկաներին, էլի։